Պարոն Ջրբաշյան, արձանագրված է ժողովրդագրական ռազմավարության մեջ, որ բնակչությունը ծերանում է, բայց պետական քաղաքականությունը դեռևս համարժեք չի արձագանքում ավագ սերնդի բարեկեցությանը։ Այս մասնագիտական նաև տերմինների ներքո ինչ ենք տեսնում, ինչ ենք հասկանում այսօր արկա իրավիճակից խոսենք։ Դուք զբաղվում եք այն թիրախային աուդիտորիայով եւ այն թիրախային լսարանով, որը հանդիսանում է մեր ռազմավարության կարևորագույն թիրախային նպատակներից մեկը եւ որի համար ռազմավարությունը ունի բազմաթիվ նորություններ, նոր վերաբերմունք եւ նոր մոտեցումներ, որի մասին կարող ենք մանրամասն խոսել մեծ սիրով։ Եվ լուծումներ ամենակարևորը։ Քանի որ խոսքը վերաբերվում է տարեցներին, ասեմ, որ նաեւ նա է շատ կարևոր։ Ես կառաջարկեի եւ արդեն այսօր քաղաքական խոսույթում մեծ փոփոխություն է իրականացել, եթե ուշադրություն դարձնեք, մենք արդեն դա մեզ հաջողվել է ներկայացնել կառավարության եւ քաղաքական դիսկուրսի մեջ մտցնել, տարեցների փոխարեն մենք առաջարկել ենք օգտագործել ավագ սերունդ սահմանումը, բարակապակցությունը մենք էլ փոխենք։ Խորհուրդ կտամ դուք էլ փոխեք, որտեղ իրականում երբ որ տեսնեք ռազմավարությունը ինչպես է այդ հարցին վերաբերվում եւ ինչ լուծումներ է տալիս, կընկալեք, որ շատ կարևոր է նաեւ հոգեբանական եւ աշխարհընկալման տեսակետից վերաբերվել այդ կարևորագույն սեգմենտին մեր հասարակության արդեն ոչ թե որպես տարեցներ կամ ծերեր, այլ վերաբերվել իրենց որպես ավագ սերունդ, որովհետև դրանք ունեն բավական մեծ առաքելություն իրականացնելու եւ անելու։ Պարոն Ջրբաշյան, հետաքրքրական այն է, որ երբ որ մտածում ենք, մենք էլ ամեն բառը մտածելով ենք արել ռազմավարություն չէ, բայց հասկացել ենք, որ մեծ թիրախի հետ գործ ունենք եւ ես մտածում եի, որ տարեց բառը կասենք, ծերը կասենք ու կսկսենք բովանդակությունը դրա տակ եղած, որ այո, այսօր տխուր է, կփորձենք փոխել։ Ես ավելի դժվար ճանապարհով էի գնում, ուղղակի կարող ենք բառը փոխել եւ որ ասենք ավակ սերունդ նույն բանը չենք զգում եւ նույն բանը չենք ասոցացնում։ Տենց ասացված կա, ասում է ոնց նավը կանվանես, այնպես էլ ինքը հաջողություն կունենա։ Հետապես կարծում եմ, որ պետքա երևի թե այդ ավագ սերնդի տերմինաբանությունը մենք տնենք, որտեղ իրականում ամբողջ ռազմավարության գաղափարախոսությունը դրա մասին է նաև, թե արդյոք մենք ընկալում ենք, որ այդ մարդիկ մեր ավագ սերունդն է, այլ ոչ թե տարեցներ են կամ ծերեր են։ Ես վիճակագիր չեմ, ինձ համար 470,000, 500,000, այսպես ասենք, մոտ կես միլիոն կենսաթոշակառուներից գալի մասը կենտրոնացած է Երևանում եւ Լոռու մարզում։ Ինչու Լոռու մարզում։ Տարբեր բացատրություններ կան, ասեմ, որ մեր ամենաթույլ տեղերից մեկը մեր տվյալների հասանելիության, դա մեր վիճակագրության ներքին միգրացիայի ֆիքսելն է։ Մենք իրականում տվյալների տեսքով քանի որ այն նախկին գոյություն ունեցող գրանցման ինստիտուտը արդեն այդպես էֆեկտիվ չի աշխատում, որտեղ ինքը բնորոշ էր տոտալիտար սովետական միությանը, երբ որ մարդիկ կարևոր էր որտեղ են գրանցված եւ որտեղ են ապրում։ Բաստոն մեր հասարակության մեջ մեր երկրում եղել են բացի արտաքին միգրացիոն հոսքերից, եղել է ահռելի մեծ ներքին միգրացիա։ Եվ ներքին միգրացիան բերել է նրան, որ այսօր մենք իրականում շատ ավելի աղճոտ տվյալներ ունենք, թե որտեղ են մեր մարդիկ բնակվում, որտեղ կարող է իրենք գրանցված են եւ վիճակագրական տեսակետից իրենք հաշվառվում են վարչական ռեգիստրների միջոցով այստեղ որևէ տեղ, բայց իրականում ապրում են այլտեղ։ Եվ իրականում այդ ներքին միգրացիայի արդյունքով մենք ունեցել ենք վերջի 30 տարիների ընթացքում տենց մի հատ մեծ Երևան քաղաքի բավական կտրուկ աճ եւ իրականում աճող քաղաքների մեջ, աճող բնակավայրերի մեջ երևի թե միայն Երևանն է եւ մի քանի Երևանին մոտ բնակավայրերն են, որոնք ավելացել է բնակչությունը։ Իրականում մենք ունենք այդ մեծ խնդիրը եւ նաեւ ժողովրդագրությունը դրա մասին է եւ նրա մասին է թե ինչքանով է մեր տարածքային համաչափ զարգացումը եւ պոտենցիալ զարգացումները հասանելի։ Ընդհանրապես երկրորդ վերլուծական նյութը, որը մենք պատրաստեցինք այդ տարվա ընթացքում, վերաբերվում է նրան, թե ինչպես է ժողովրդագրությունը ազդում մեր տարբեր երևույթների վրա, սկսած
քաղաքական մշակույթնից, վերջացրած անվտանգություն, կրթության ոլորտ, սոցիալական ոլորտ, առողջապահական ոլորտ եւ որ հասկանում ես, որ ինչքան է կապված այդ բոլոր ոլորտների քաղաքականությունը ժողովրդագրությունից, հասկանում ես, որ այն որ քաղաքական գործիչները օգտագործում են տերմին, մարդակենտրոն, այն մարդակենտրոնությունը գալիս է այդ ժողովրդագրությունից։ Այ երբ որ դու մարդակենտրոն ես ասում, այդ նշանակում է դու ժողովրդագրության մասին ես խոսում եւ այսա շատ կարեւոր է։ Ասեմ, որ այս աշխատանքում իհարկե մեծ դեր է ունեցել, որ մեր հիմնական շահառուն հանդիսացող աշխատանքի եւ սոցիալական նախարարության հարցերի նախարարությունը եւ այդ թիմը, որը եւ UN բաների ազգերի միացյալ ազգերի բնակչության հիմնադրամը, որոնք փաստորեն համբերատար կարողացել են մեր հետ համատեղ աշխատել, պատկերացրեք, թե պետության կառավարության համար, թե ֆինանսավորող կառույցի համար 1 տարի հետազոտություն անել բավական դժվար է եւ իրանք պատրաստ են եղել օժանդակել են թե միջազգային փորձագետներով, թե թիմը նախարարության ակտիվ մասնակցել է այս աշխատանքներում, դրա համար երևի կարծում եմ մենք կարող ենք հավակնել, որ մեզ մոտ ձևավորվել է ամենափաստահենք եւ վերլուծված ոլորտն է այսօր դեմոգրաֆիան Հայաստանում։ Պարոն Ջրբեշյան, մի արձանագրում է, որ 150-ից փոքր բնակչություն ունեցող համայնքներում տարեցների տեսակարար կշիռը բարձր է, քան։ Սա այն է, ինչ որ ասացինք, այսինքն ավելի մաչելի բացատրելով մեր հետևորդներին կարող ենք ասել, որ պապիկ տատիկները մնացել են սահմանամերձ գյուղերում, Ոչ միայն սահմանամերձ։ Այսինքն փոքր գյուղերում, գայթակղիչ չէ։ Հայաստանում կա մոտավորապես 300 բնակավայր, որոնք ըստ միջազգային ձևակերպման հանդիսանում են կամ մահացող բնակավայրեր կամ մահանալուն մոտիկ։ Այդ են բնակավայրերն են, որտեղ ծերացման արագությունը տվյալ բնակավայրերի շատ ավելի արագ է, քան թե այլ բնակավայրերը եւ ենթադրվում է, որ իրենք շատ կարճ ժամանակահատվածում բնակության խնդիր են ունենալու։ Այստեղ լուրջ խնդիր կա, նաև ժողովրդագրությունը դրան է հասցեագրում, թե ինչպես պետությունը վերաբերվի այդ բնակավայրերին, որտեղ կան բնակավայրեր, որոնք իրականում խնդիր կա տնտեսական էֆեկտիվ գործունեություն ընդեղ ծավալել եւ պետությունը պետք է կողմնորոշվի։ Գուցե այդ բնակավայրերը իրականում իմաստ չունի պահպանել, որտեղ նոր ստեղծված տնտեսական կառուցվածքի մեջ այդ բնակավայրերը ապագա չունեն, բայց դրանց մեջ բավական մեծ քանակով բնակավայրեր կան, որոնք պետության անհրաժեշտ քաղաքականության տեսակետից կարող են վերականգնվել եւ դառնալ շատ ավելի հրապուրիչ բնակության համար։ Իհարկե, այստեղ շատ մեծ խնդիրներ կան անվտանգության հետ կապված, ինչպես նշեցիք, սահմանամերձ գոտիները։ Սա շատ կոմպլեքսային հարց է, որը իր մեջ պարունակում է տարբեր ֆենոմենների համադրություն եւ իրականում պետությունը պետք է եւ ես գիտեմ, որ մի շարք միջոցառումներ արդեն նախատեսված են այդ ուղղությամբ, նաեւ ժողովրդագրության մեջ, որոնք ուղղված են լինելու հասկանալու այդ բնակավայրերի հետագա ճակատագիրը։